Ամերիկյան ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը երկուշաբթի օրը Գերմանիայից տեղափոխվեց Լեհաստան, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը ամրապնդելու նպատակով։ Վերջին օրերին Գերմանիայի հյուսիսում Բրեմենհավեն նավահանգստում բեռնաթափվում էր Ատլանտյանի մյուս ափից Եվրոպա տեղափոխված ամերիկյան սպառազինությունները, իսկ երկուշաբթի օրը դրա մի մասը գնացքներով և ավտոշարասյուններով ուղղություն վերցրեց դեպի Լեհաստան։ Լեհաստան են տեղափոխվում հարյուրավոր տեխնիկա, այդ թվում տանկեր, զինվորական մեքենաներ, ամենագնացներ, զրահամեքենաներ։ Սպառազինությունները նախատեսված են ամերիկացի 4000 զինծառայողների համար, որոնք ըստ նախատեսված ծրագրի տեղակայվելու են Ռուսաստանի սահմանակից Արևելյան Եվրոպայի երկրներում։ Այս ամսվա վերջին ԱՄՆ-ի և Լեհաստանի զինծառայողները համատեղ լայնամասշտաբ զորավարժություն են անցկացնելու։ Լատվիայի ազգային զինված ուժերի հրամանատարը ասել է, թե փետրվարի վերջին ամերիկյան զրահատեխնիկայի մեկ վաշտ կտեղակայվի Լատվիայի տարածքում։ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում զսպելու ռուսական ագրեսիան։ 2014-ի մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնազավթելուց հետո Բալթյան երկրներին և Լեհաստանին մտահոգում է իրենց երկրների անվտանգությունը։ Ամերիկյան զորախմբից բացի Գերմանիան, Կանադան և Բրիտանիան պլանավորում են Բալթյան երկրներից յուրաքանչյուրում, Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում 1000 զինծառայողներից կազմված գումարտակներ տեղակայել։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ուժերի տեղակայումը Արևելյան Եվրոպայում պաշտպանական նշանակություն ունի, իսկ Մոսկվան դա համարում է Արևմուտքի կողմից ագրեսիվ զարգացում իր սահմանների մոտ և հայտարարել է, որ համարժեք պատասխան կտա։ Ռուսաստանի Դաշնային խորհրդում միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը ասել է, թե սպառազինությունների տեղակայումը Արևելյան Եվրոպայում տեղի է ունենում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախագահության ժամկետի ավարտին, բայց ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփից կարելի է ակնկալել հարցի վերանայում, Ինտերֆաքսի փոխանցմամբ ասել է Կոսաչովը։